ինձ ասա, ինչու է տնային կալանքը դա միևնույն է շատ ծանր կալանքի ձևաչափ, միակ առավելությունը ընտանիքի անդամների հետ ես, բայց շատ ավելի խիստ սահմանափակումների մեջ ես դրա հետ մեկտեղ։ Ահա, այս օրինակը բերել եմ երկու անգամ, կենցաղային է, շատ պարզ եմ ուզում այսօր խոսեմ, առանց ակադեմիզմների ավելորդ։ Պատկերացրա, ես հագնում եմ 43 ռազմերի կոշիկ, այսպես ասած։ Ինձ զորովից հագցնում են 40-ը։ Ու մի 8 ամիս կամ ես իմ դեպքում տարի ու կես պահում են 40-ի մեջ։ Հետո ասում են, օպ 40 չի, 41 է։ Ու տենց մի քիչ ավելի թեթև ես, քեզ թվում է այդ պահին, բայց իրականում դուտը 43 ես։ Այդ այսինքն այս հոգեբանական բանը, որ քեզ sense կտոր, մաս, փայ, մենք քեզ թեթևացնում ենք ռեժիմը եւ դա ամենամեծ բանը, որ իրականում Առավելից որ դու գիտես, որ նիզաշտը տեղն է։ Այդ вообще չի քննարկվում, այդ само собой է։ Բայց ես даже նիզաշտոն չեմ ուզում ասեմ։ Ես ուզում եմ խոսալ խիչ-խիմ, չեմ ուզում, ես նստել դուս եմ եկել, տենց ակնարկեցիր դու, Սուրենն էլ է նստել դուս եկել, մենք տարբեր ժամանակات ասում եմ տարբեր, եւ չէ մի օրով չէ, իմս կարճ էր, խնդիրը ո՞րն է, դες հարուստ փորձ խնդիրը նեղության մեջ գտնվող մարդկանց նկատմամբ առասարակ հանրային համերաշխության եւ ընկալման խնդիրն է, ինչ են անում իրանք, կտրուկ նվազեցնում են հանրային դժգոհության աստիճանը, որովհետև այո, դու շատ ճիշտ ասացիր, մարդը բանտում է, հոպ տունն է, դե լավ է, վсё, ու շատերը մոռանում են հետո, որ տնային կալանքի տակ գտնվում է X քաղաքացին, Y-ը, Z-ը, A-ը, B-ը, C-ն, լիքը մարդ, այսօր լիքը մարդ կա տնային կալանքում, այս ընթացքում, ակնհայտ է Նիկոլին ընտրություններից առաջ տրված է խորհուրդ, քանի որ այն բանի համը հանել ես, արա, իջացրա ճնշումը, որովհետև մենք էլ չենք կարող քո մյուս 5-րդ կետը պահենք դրսերում, դա ակնհայտ է։ Եվ ինքը փորձում է այս դատական իշխանությունը մեր մոտ երեք զեկույցից մի հատված եմ հրապարակել։ Հա, այդտեղ ակնհայտ գրած է, որ դատական իշխանությունը կախյալ է, քաղաքականացված է, ուղիղ ազդեցության տակ է։ Վերցրել են զանգ, ասել են հոպ, խաղում ենք դոբրի պոլիցեյսկի, հիմա դոբրի պոլիցեյսկի փուլն է։ Իջեցնում են գոլոշին, ընտրությունները անցնի, էլի սաղին հավաքեք։ Հետո ինչ անելու է սա հանկարծ վերարտադրվեց, դրա մասին առանձին նստելու ենք բոլորս։ Նստելու ենք բոլորս ու իրար վրա, որովհետև բանտերում է Ես չէ, ես գնում Աբովյան, ես լիշտոյիմս առանձինա, դուք ձեր չարը տեսեք։ Ես վստահ եմ, որ մեր երկրում այսօր կանայք ավելի ոչ պակաս, ասենց ասեմ, թասիբով են պայքարում Նիկոլի դեմ, ոստի Աբովյանի բաները չի երիկելու, եթե հանկարծ դրան աստի խոսքը։ Երկրորդը, տնային կալանքի առաջի խնդիրն է, որ նրանք պարզապես թույլատնում են հանրային դժգոհության աստիճանը, հետևաբար քաղբանտարկյալների գոյության ընկալման խնդիրը թուլանում է, այդ տենց է, կապ չունի, դա կապ չունի մարդուց, կապ չունի ում են նստացրել, դա մի երկու շաբաթ հետո մոռացվում է, այդպես է։ Երկրորդ խնդիրը այն է, որ կալանք է, այսինքն ազատության սահմանափակումը այն էլ ապօրինի, սա ակնհայտ մարդու իրավունքների հիմնարար իրավունքների խախտում է։ Եվ այս պարագայում իմ մոտ օրինակ տնային կալանքի ժամանակ վստահ եմ հիմա, ես չգիտեմ կոնկրետ դատարանի որոշումները Նարեկի կամ Սրբազանների հետ կապված, վստահ եմ որ գրածը բացեք, օրինակ ես բանտից իրավունք ունեի նամակ գրել։ Ես տնից ոչ։ Տնից ոչ։ Աբսուրդ է, չէ՞, այսինքն ես կարեի նամակ գրեի իմ ընկերներին, բարեկամներին, բանտից տնից իրավունք չունես, կոմունիկացիայի տոտալ արգել կա։ Բանտից ես իրավունք ունեի ամիսը 2 անգամ WhatsApp-ով զանգելու, բանը իրանց հսկողության տակելու այդ կոմպով, տնից չունես, այսինքն ու տես լիքը բան կա, որ դու տնից չունես իրականում, բանտում ինձ կարար այցելեր ցանկացած մեկը, որ գործով չի անցնում, տուն չի կար այցելի, տան բանը մենակ մերձավորներն են կարում գալ, ու մեր օրենսդրությամբ, ու ես շատ ուրախ եմ, մերձավոր օրինակ համարում է Զոքանչը, հա, այդպես է, Զոնքաչը ես շատ ուրախ եմ, իմ Զոքանչին թողում է, աներն էլ է համարում, ես Զոնքաչ չունեմ, ուզում եմ ասեմ, բայց օրինակ մորքուրը չէ, Տենց աբսուրդներ կա այդտեղ։ Իսկ եթե չեմ սխալվում, կին, երեխեք, հայր, կին երեխեք, ծնողներ, եղբայր քույր եւ կնոջ, հա, առաջի աշանի, այո,
Բարեկամները։ Այսինքն տնային կալանքի մյուս գլուխ չարթուկեմ։ Եթե տնային կալանքը չներ կալանք, չէր հաշվարկվի ըստ օրենսդրության 1:1-ի։ Այսինքն կլներ կոեֆիցիենտ, որ եթե մարդը նստել է տնային կալանքում, ուրեմն 0.5-ով է հաշվարկվում ենթադրեն կալանքի Դա կալանքի այլընտրանքային միջոց է ընդհանրապես։ Ինքը 1-ին 1, այսինքն ինչքան բանտային կալանքն է հաշվառում սռոկ, այսպես ասենք, հա, հայավարի։ Այդքան տնային կալանքն է սռոկ։ Նույն գործակիցն է 1-ին 1։ Այսինքն դա անգամ Ու ինչքանով հասկանում եմ հոգեբանորեն ավելի ճնշված ես, որովհետև տան դռնիցդ դուրս չես կարողանում գալ, այնտեղ գոնե պրագուլկայի ես դուրս գալիս մաքուրոթի, ինչ որ շփում ունես։ Այո, դա արդեն գալիս է կոնկրետ տնային կալանք կրելու պայմաններից։ Վայրից, այո։ Եթե սեփական տանն ես, կարաս Բաքում անցկացնես։ Շունս փրկում էր, այդ ստրեսը եսին կան։ Եթե կվարձիր այա ժողովրդական խոսքով ասած, բերդի պես բան է դառնում։ Նորից ասեմ, չարժե զրկենք այս թեման կենցաղային քննարկումներով, ֆիքսենք երկու բան։ Իրավականով 1-ին 1 է գործակիցը, կալանքը կալանքա։ Բանտում լինի թե տանը։ Դա օրենքն է դաժե ճանաչում, պետությունն է այդպես ընդունել։ Իսկ դա էլ մասնագիտական վերլուծությունների եւ երկրորդը քաղաքական առումով սա հնարք է, պարզապես գոլոշի թողելու փորձ է, լարվածությունը իջելու, դա տունն է արդեն էլի դեպսո, այսինքն ես նորից եմ կրկնում, դա մարդուց կախված չի։ Դա քաղ բանտարկյալի քաղաքական կերպարից կախված չի, ուսումա սրբազան լինի, ուզում է շարքային քաղաքացի լինի, դա նույնն է։ Եվ սա այն է, ինչ որ Նիկոլը փորձում է լուծել այս տնային կալանքներով։ Դենքն է փրկել։ Իբր թե այտենց փորձում է իջացնել լարվածությունը ու ցավոք սրտի հանրային ընկալման մեջ դա որոշակի աշխատելու է։ Որտեղ մենք այս վերջի ռեպրեսիաների մեջ ունեցանք քաղբանտարկյալության աննախադեպ ճանաչում, այսինքն հասարակությունը, եթե այն առաջի փուլում ռեպրեսիաներն, դժվար ասել առաջի, երկրորդ, երրորդը շատ կարող են քաշվել, եթե նախավերջի փուլում ռեպրեսիաների հասարակության 55%-ն էր ասում, որ կա քաղբանտարկյալ, ապա այս վերջի փուլերում, երբ որ Սամվել Կարապետյան, Սրբազաններ, Նարեկենք, Դավիթ Համբարձումյան, Վարդան Ղուկասյան, բան մինչև 70% հասել էր հասարակության կողմից ընկալումը, որ կա որոշ սեգմենտներից արդեն մարդ կար։ Այսինքն իրանք 70% հասարակությանը ասում է կա քաղբանտարկյալ, կապ չունի 20%-ի համար դա Կարապետյանն է, 30%-ի համար Սրբույի Գալյանից բացի բոլորը գիտեն, որ կա քաղբանտարկյալ։ Սրբույի Գալյանը այդ 6-7 միլիոնը ստանում է ասելու համար, որ չկա։ Առաջինը ապահովելու համար, որ լինեն, երկրորդը ասելու համար, որ չկա։ Սրբույի